Ես դվյարկեմ 5 սովորություններ, որոնք խանգարում են մարդկանց ազատվել մեծ փորից կամ նիհարել, իսկ դուք կոմենտներում նշեք, որ կետերը ձեր մասին էին։ Սովորություն համար 1 օրվա ընթացքում մեծամասնության ժամանակին դուք անցկացնում եք նստած։ Նույնիսկ եթե ձեր սննդակարգը կարգավորված է եւ դուք առողջ եք սնվում, բայց քիչ եք շարժվում, հնարավոր է առաջանան նույնիսկ մարզողական դիսկոմֆորտ, այսինքն վկնացություն, պորկապություն, դուք ձեզ թույլ եք զգալու եւ քաշը չի իջնելու, որովհետեւ ձեր ստացած էներգիա եւ ծախսած էներգիա հավասար է։ Երկրորդ սովորություն՝ ձեր նախաճաշը բացակայում է կամ ձեր արթնանալու ժամից ավելի քան 2 ժամ ավելի ուշ է։ Այսինքն նախաճաշը դա այն սնունդը, որը դուք ընդունում եք արթնանալուց 1.5 մաքսիմում 2 ժամվա ընթացքում, դրանից հետո արդեն նախաճաշ չի։ Ինչի է կարևոր նախաճաշը, որովհետև մեր օրգանիզմը ամբողջ գիշերը վերականգնվել է եւ առավոտյան ունի սնվելու բարձր որակի սննդի կարիք, ոչ թե սուրճի, ոչ թե շաքարի, այլ վիտամինների, հանգանյութերի, սպիտակուցների եւ այլն, ցնդարար նյութերի։ Դրա համար առավոտյան նախաճաշը պարտադիր է։ Ձեզ տրամադրեք եւ անպայման նախաճաշեք բալանսավորված։ Երրորդ սովորություն, որը խանգարում է ձեզ նիհարել, դուք օրը սկսում եք սոված փորին սուրճ խմելով եւ օրվա ընթացքում ավելի քան 3 բաժակ սուրճ եք խմում։ Չորրորդ սովորություն՝ երեկոյան ժամին դուք ավելի քան 3 հատ միրգ եք ուտում։ Միրգը շատ լավ բան է, օգտակար է, վիտամիններով, բջջանյութով հարուստ մթերքներ, բայց քանի որ իրանք պարունակում են ֆրուկտոզան, որը համարվում է շաքարի տեսակը, հնարավոր է, որ մրգի չարաշահումը խանգարում է ձեզ նիհարել եւ առաջացնում է վկնացություն։ Եվ 5-րդ սովորություն՝ դուք չունեք 1-ից 2 հատվածում ընդմիջում, այսինքն ընդմիջման ժամանակ դուք ճաշ չեք ուտում եւ բաց եք թողում ձեր հիմնական սնունդը։ Դա էլ կարող է լինի պատճառ երեկոյան չարաշահելու սնունդը, անընդհատ քաղցր կամ խմորային սնունդի դեպի ձգում եւ այլն։ Համար միշտ հիշեք, որ նիհարելու համար պետք չի յուրահատուկ ինչ-որ սնունդ, ուղղակի պետք է կարգ ու կանոն, ամեն ինչ կարելի է ուտել փոքր չափաբաժներով ու ցանկալի ռեժիմով, գրաֆիկով, նախաճաշ, ճաշ, ընթրիք, արանքում կարելի է միջանկյալ անել եւ անպայման պահպանել ջրային ռեժիմը եւ դուք շատ հեշտ կնիհարեք։ Եթե ունեք հարցեր, կարող եք գրել վիդեոյի տակ եւ նշեք, որ կետերը ձեր մասին են։